Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, վստահ եմ մեզ հետևող քաղաքացիների մոտ եւս այն տպավորությունն է, որ ինչպես մեզ համար, իշխանության համար, այնպես էլ ընդդիմության համար Հայաստանում խաղաղություն ունենալը ազնիվ է եւ այսինքն նրանք ազնիվ են իրենց արտահայտած մտքերում, իրանք իրոք ուզում են, որ Հայաստանում լինի խաղաղություն։ Եվ նաեւ մեր գործընկերները Չիմանալով ամբողջ փաստաթղթի մասին, սակայն էլի մեզանից նաև լսել են, թե որն է Հայաստանի Հանրապետության սահմանը, որը նաև ֆիքսվում է եւս մեկ անգամ խաղաղության պայմանագրում։ Բազմիցս ենք հայտարարել, որ դա 29743 քառակուսի կիլոմետրն է մեր սուվերեն տարածքը։ Եվ այստեղ հարց է առաջանում. արդյոք մեր պատկերացրած քառակուսի մետրերով Հայաստանը մեր ընդդիմության համար եւս այդ նույն տարածքով Հայաստանի մասին է։ Եվ արդյոք կա քառակուսի մետրերով տարածք, որը մեր ընդդիմությունը պատրաստ է ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ես դες վստահեցնում եմ, որ կա։ Մեր ընդդիմության սերուցք համարվող նույն դաշնակցության ուրեմն նպատակների մեջ հստակ գրվում է Հեղափոխական դաշնակցության նպատակադրումն է ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի կերտում։ Միացյալ Հայաստանի սահմանների մեջ պիտի մտնեն Սևրի դաշնագրով նախատեսված հայկական հողերը, ինչպես նաեւ Արցախի, Ջավախքի եւ Նախիջևանի երկրամասերը։ Սա է ամբողջ վստահ եմ, սա է ամբողջ բանավեճը մեր պատկերացրած իրական Հայաստանի եւ մեր ընդդիմության պատկերացրած Հայաստանի համար։ Նրանք էլ են ուզում խաղաղություն, մենք էլ ենք ուզում խաղաղություն։ Պարզապես մեր պատկերացրած Հայաստանի խաղաղությունը, սա աշխարհի գրեթե բոլոր, փոքր բացառություններով պետությունների կողմից ճանաչված Հայաստանի սուվերեն տարածքն է։ Եվ ուրեմն մեր քաղաքացիները մեծ հաշվով ունեն երկու բան. ընդունել մեր պատկերացրած մեր իրական Հայաստանի սահմանները եւ խաղաղությունը պատկերացնել այսպես, կամ աջակցեն մեր ընդդիմությանը, պատերազմ հայտարարեն գոնե մեր 3 հարևաններին այս դեպքում եւ տարածքները վերցնեն եւ այդտեղ կառուցեն էլի իրենց ուզած շատ բարի խաղաղությունը։ Ես էս էի ուզում ասել, այնպես որ ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել պարոն Միրզոյան ձեզ բանակցող կողմեր բոլոր անձանց վարչապետի գլխավորությամբ եւ ինձ համար իրականում մարտի 13-ը շատ կարեւոր մի ձեռքբերման ամսաթիվ է դարձել, որը վստահ եմ մեր մեծ նպատակի, այսինքն իրական խաղաղություն ունենալու նպատակին ծառայելու համար կարեւոր ամսաթիվ է։ Շնորհակալ եմ։